Այո, մենք ապրում ենք ճահճային իրականության մեջ եւ ես հանձն եմ առել հրաժարվելու ապրել այդ ճահճային իրականության մեջ եւ հակառակը հանձն եմ առել նաեւ իմ բաժնով եւ իմ չափով ինչպես եւ ինձ այդ շատ մարդիկ իմիջայլոց այս մասին կասեմ հանձն են առել հրաժարվել ապրելու այս ճահճային իրականության մեջ հանձն են առել չորացնելու այս ճահիճը եւ այն վերածելու դրախտի վերածելու այնպիսի մի միջավայրի որտեղ մարդիկ ի վերջո կարողանան հանգիստ խղճով ապրել եւ այս օրերին երբ մեր երիտասարդները չեն վստահում այս գործողությունն են իրականացնում այլ լեզվով ասած ակցիան են իրականացնում մենք անընդհատ այցելում ենք իրենց տարբեր վայրերում մեր թե մայրաքաղաքի եւ թե նրա սահմաններից դուրս տարբեր բնակավայրերում եւ ես ուզում եմ այս առիթով նախ մենք նորից մեր գնահատանք հայտնել մեր երիտասարդներին ովքեր ամեն երեկո զինվորի պես ամեն գիշեր զինվորի պես այս գործողությունների շղթան են իրականացնում անընդհատ փորձելով զարգացնել այն միևնույն ժամանակ առիթը լինում փողոցում տեսնել մարդկանց ովքեր ուղղակիորեն գալիս են իրենց անվստահությունը ոչ թե հայտնելու այլ պարզապես իրենց հանձնառությունը հայտնելու այդ ինչպես ասացի հրաժարվելու ճահիճի մեջ ապրելուց դրանք ֆիզիկապես ներկայացող տեսքով խոսքով մաղթանքով մարդիկ են արժանապատիվ մարդիկ են պատիվ ունեցող մարդիկ են որոնք ոչ մի բանից չեն վախենում ոչ ունեցված կորցնելուց ոչ իրենց գործը կորցնելուց այսպես կոչված ոչ որևէ բան որովհետև իրենք հասկանում ու պատկերացնում են դուք սիրելի հայրենակիցներ հասկանում ու պատկերացնում եք որ ավելի մեծն են կորցնում որովհետև այդ գանձանակի մեր ընտանական գանձանակի մեր հայրենիքի մեր պետության վրա գող եւ ավազակը որ գործում է որը պատրանքով լուսային էֆեկտներով պատկերներով փորձում է ներկայացնել թե ինքը հոգատարություն ունի ճակերտավոր ասած աղքատների կամ իր ժողովրդի նկատմամբ սակայն խորքում ինչպես ասում է Աստվածաշունչը Հուդայի պես նա գող էր եւ գող է եւ այդ գողությունը թաքցնելու մեկ ճանապարհ կա պարզապես փորձել այդ գողությունը ներկայացնել որպես արդարություն որպես հոգատարություն ինչպես ասացի իրական մոտիվը լինելով գողությունը գողացած մեր կյանքից գողացած մեր մտքից գողացած մեր հոգուց գողացած մեր հայրենիք եւ գողացած հազարավոր կյանքեր սա պատկերն է որը անխուսափելիորեն եւ անքննարկելիորեն մեր կյանքում արկա է եւ ուզում եմ ես վերստին գնահատել մեր հայրենակիցներին իմ շատ սիրելի ժողովրդին այս օրերին դուք ցույց տվեցիք եւ ցույց եք տալիս որ դուք ձգտումն ու ցանկությունն ունեք այո քաղաքակրթական իմաստով արժեքային իմաստով փոփոխություններ բերելու մեր կյանքում ձեր մոտեցումը փողոցում հրապարակներում ձեր այդ սիրո հորդումը որ մենք տեսնում ենք ամեն օր անծանոթ մարդիկ մեծով փոքրով երեխայով տարեցով անընդհատ մոտենում են ես ինչպես ասել եմ ես ասեմ տասնյակ դուք պատկերացրեք հարյուրավոր ես ասեմ հարյուրավոր դուք պատկերացրեք հազարավոր մարդիկ հենց դուք ամենուր ամենտեղ եւ ինչպես նախորդ անգամներին եմ ասել խոսքը մեկն է մարդկանց սպասում ենք այո այդ անկնկալիքը այդ սպասումը ամենամեծ պատասխանատվությունն է մեզ համար ամենամեծ պատասխանատվությունը ձեզ առաջնորդելու ճշմարտության եւ արդարության ճանապարհով եւ ազատության խորհրդով ձեր այս վերաբերմունքը ձեր այս ըմբռնումները ընկալումները մեզ ոչ թե մխիթարում են այլ ավելի ու ավելի են մղում այդ պատասխանատվությունը իրականացնելու եւ մենք այո այդ գողին
այդ չարիքին, հուդային, մատնիչին, մեր կյանքի ուրացողին հեռացնելու ենք։ Եվ դա, ինչպես միշտ ասել եմ, մոտ է, շատ մոտ, սիրելի ժողովուրդ։ Եվ մենք միասին դա կանենք, անելու ենք դա, հստակ կերպով։